Վերջին ամիսներին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված լարվածության եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հասցեին հնչող զրպարտությունների ֆոնին եկեղեցական համակարգի տարբեր օղակներից հնչել են հավատարմության եւ զորակցության հրապարակային հայտարարություններ։ Դրանք տարածվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայ եկեղեցու թեմերի պաշտոնական հարթակներում, այնուհետև լրատվամիջոցներով։ Այս հայտարարությունները չեն սահմանափակվում մեկ շրջանակով։ Դրանք ընդգրկում են առանցին հոգևորականների անհատական հայտարարությունները, թեմերի միասնական եւ պաշտոնական դիրքորոշումները, թեմերի աշխարհական կառույցների եւ պաշտոնյաների հրապարակային աջակցությունը։ Առաջին եւ ամենամեծ ալիքը ձևավորվել է քահանաների եւ հոգևոր սպասավորների անհատական հայտարարություններով։ Դրանք հիմնականում հրապարակվել են սոցիալական ցանցերում անուն ազգանունով հոգևոր աստիճանի նշումով։ Օրինակ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը գրել է, որ իր որդիական եւ անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ գահակալ ամենայն հայոց կաթողիկոսին, ընդգծելով, որ դեմ է եկեղեցին եւ հավատացյալ ժողովրդին պառակտող գործընթացին։ Վարդ քահանա Գյոզալյանը իր հայտարարությունում շեշտել է, որ հրապարակային հարձակումները վտանգում են եկեղեցական միասնությունը եւ կոչ է արել հոգևորականներին ու հավատացյալներին պահպանել հավատարմությունը եկեղեցական կարգին, կանգնել եկեղեցու եւ վեհափառ հայրապետի կողքին։ Կոմիտաս քահանա Տիգրանյանը խոսքն ուղղել է անմիջապես հայոց հովվապետին։ Վեհափառ Տեր, հայ եկեղեցու համեստ սպասավորիս աղոթքով ու զորակցությամբ քաջառողջ ու համբերատար եղեք։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել հարյուրավոր հոգևորականներ, որոնք ծառայում են Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերում։ Միասնական եւ պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել թե բազմաթիվ թեմեր, թե թեմական կառույցներ։ Օրինակ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին եւ ներկա ատենապետերը հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին»։ Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակության հոգևոր հայրերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ հայտնել իրենց անսասան նվիրվածությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալին, ազգից վեհափառ հայրապետին Գարեգին II, ամենայն հայոց կաթողիկոսին։ Առանցին հայտարարություններով հանդես են եկել նաև բազմաթիվ թեմերի առաջնորդներ։ Շուրջ 3 տասնյակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ հրապարակային հնչեցրել են, որ եկեղեցական իշխանությունը չի կարող ձևավորվել հանրային ճնշման կամ քաղաքական գործընթացների ազդեցությամբ։ Թեմերի աշխարհական կառույցների, երիտասարդական միությունների, վարչական պատասխանատուների հայտարարությունները բխում են հոգևոր աստիճան չունեցող, բայց եկեղեցական կառույցներում ներգրավված անձանցից։ Նրանք իրենց հավատարմությունը ձևակերպում են որպես ազգային ինքնության պաշտպանություն, եկեղեցու պատմական շարունակականության պահպանում, հասարակական պառակտումից զերծ մնալու անհրաժեշտություն։ Այս հանգամանքը հստակ ցույց է տալիս, որ աջակցությունը Մայրաթորին եւ հայոց կաթողիկոսին չի սահմանափակվում միայն հոգևոր դասով։ Անհատական, թեմական եւ աշխարհական այս հայտարարությունների հիմնական ուղերձը մեկն է։ Եկեղեցին եւ նրա գահակալին հալածելու պայմաններում հոգևորականների եւ հավատացյալների մեծամասնությունը ընտրում է ոչ թե լռությունը կամ չեզոքությունը, այլ հրապարակային հավատարմության դիրքորոշումը։ Դա վկայում է, որ առկա հակասությունների ֆոնին անգամ հայ առաքելական եկեղեցու ներսում գործում է ուժեղ ինքնապահպանման մեխանիզմ, որի առանցքում շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա գահակալը։ Հունվարի 10-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ Մասյաթոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է իր պաշտոնից, առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով։ Մասյաթոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։
Նոր նշանակումը տեղի է ունեցել այն փուլում, երբ թեմը կանգնած էր կառավարման եւ ներքին պառակտման ճգնաժամերի եւ հոգեվոր կյանքի վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ առաջին պատարակն է մատուցվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Պատարակիչը Տեր Հարություն քահանա Հակոբյանն էր։ Պատարակի ընթացքում հնչեցրած քարոզում Հայր Սուրբը նշել է. իրեն դժվար ճանապարհ է սպասվում։ Նա ընդգծել է, որ ունի տարիների ծառայության փորձ, այդ թվում 15 տարի քրեակատարողական հիմնարկներում, ինչը ձևավորել է ծառայողական հաստատակամություն եւ հավասարակշռություն դժվար իրավիճակներում։ Ռուբեն Վարդապետի խոսքով ծառայության իր այս փուլում չէր կարող չընդունել հանձնառությունը, որը դրվել է թե Մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսի եւ թե Մասյացոտնի թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա, Աստծո օգնականությամբ գալ Մասյացոտնի թեմ ծառայելու հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու, առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, բանսարկությունը եւ այլն։ Սուրբ պատարակի ավարտից հետո Տեր Հարություն քահանա Հակոբյանը նույնպես խոսք է հղել հավատացյալներին, Հայր Սուրբին մաղթել առաջնորդական գավազանի անսասանություն։ Աղոթում ենք, որ այս փոթորկուն դժվարին օրերը ձեր առաջնորդությամբ հաղթահարենք։ Մասնավորաբար ասել է Տեր Հարությունը նաև թեմի քահանաների անունից աջակցություն հայտնելով նորանշանակ Հայր Սուրբին։ Պատարակից հետո Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիցատանը տեղի է ունեցել Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջին ժողովը Մասյացոտնի թեմի քահանաների հետ։ Քննարկվել են առաջիկա անելիքները։ Նշանակումից հետո Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հարցազրույցներում անդրադարձել է իր առաքելությանը։ Նա ընդգծել է թեմի առաջնորդի ծառայությունը նախ եւ առաջ հոգեվոր հովվություն է, ոչ թե վարչական պաշտոն։ Թեմի քահանաների եւ հավատացյալների հետ կապը պետք է լինի համագործակցային, թեմի վերակենդանացումը հնարավոր է միայն տեղի համայնքների ներգրավմամբ։ Նախկին առաջնորդի պաշտոնանկությունն ու նոր նշանակումը նպատակ ունեն դադարեցնել Մասյացոտնի թեմում առաջացած պառակտումը, ամրապնդել թեմական միասնությունը, վերականգնել կարգ ու կանոնը եւ հոգեվոր կյանքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հրապարակել է վիճակագրություն Գարեգին II ամենայն հայոց հայրապետի գահակալության քառորդ դարի շրջանում տեղի ունեցած կարգալուծությունների մասին։ Տվյալների հրապարակմանը առիթ է հանդիսացել հանրության եւ լրատվամիջոցների հետաքրքրությունը հարցի նկատմամբ։ Բացի այդ, Մայրաթորը մտահոգիչ է նկատել, որ շրջանառվում են չճշտված եւ անստույգ տվյալներ։ Հրապարակված տվյալների համաձայն շուրջ 26 տարում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական։ Պատճառները տարբեր են։ Ոմանք հոգևոր ասպարեզից ինքնակամ են հեռացել, չկարողանալով կրել եկեղեցականի ծանր բեռը։ Ոմանք չեն արդարացրել իրենց հոգևոր պետերի հույսերը։ Ըստ վիճակագրության փաստացի 38 հոգևորական ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ը ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը կարգալույծ է արվել թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա եւ 21-ը ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։ Բացի այդ, 2011 թվականին նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբ, որը քննում է հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը նաև հրապարակել է հայոց հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրված հոգևորականների թիվը, որը աննախադեպ մեծ է։ Նորին սրբության տնօրինությամբ ձեռնադրված 491 հոգևորական է այսօր ծառայում Հայաստանի եւ Սփյուռքի թեմերում։ Հայոց եկեղեցում ամեն տարի պարտադիր ձեռնադրություն է տեղի ունենում։ Այդպես է եկեղեցին հարստանում նոր սպասավորներով եւ այդպես է շարունակվում հայ եկեղեցու ծեսը եւ դարավոր ընթացքը։ Ձեռնադրությամբ հոգևոր ճանապարհ են սկսում դպիրներ, սարկավագներ, աբեղաներ, վարդապետներ եւ եպիսկոպոսներ։ Այս հարցը վեհափառ հայրապետի հատուկ ուշադրության ներքո է։ Նախորդ գրեթե 1 դարում, հատկապես խորհրդային անաստվածության շրջանում, ոչ միայն եկեղեցիներ ու վանքեր են փակվել կամ խոնարհվել, այլև եկեղեցին զրկվել էր հոգևոր դասից։ Տասնամյակներով փակ էր հոգևորական պատրաստող Գևորգյան հոգևոր ճեմարանը, դատապարտելի էր եկեղեցական ասպարեզ մտնելը։
Նորին սրբությունն ինքն այն հազվագյուտ մարդկանցից է, որոնք հալոցքի շրջանին հաջորդած ժամանակում խիզախորեն հոգևոր ուղին ընտրեցին։ Հայաստանի անկախությունը վերացրեց այդ արգելքը, սակայն տարիներ պահանջվեցին հոգևոր կրթարանները վերականգնելու համար։ Դրանում անժխտելի է Գարեգին II ամենայն հայոց հայրապետի դերը, որի շնորհիվ հարյուրավոր եկեղեցականներ կրկին ծառայում են եկեղեցուն ու ժողովրդին։ Մայրաթորի Ռուբեն Սևակ թանգարանը մշտական ցուցադրությանը զուգահեռ հաճախ է կազմակերպում նաև ժամանակավոր ցուցահանդեսներ։ Այդ կերպ բազմաթիվ շնորհալի նկարիչներ են բացահայտվում եւ ներկայանում հանրությանը։ Նրանցից մեկն էլ Հասմիկ Կարապուլյանն է։ Հայոց հինավուրց տաճարներին է նվիրված արվեստաբանի նկարաշարքը։ Ջրաներկով ստեղծված այս բոլոր գործերը վկայում են, որ հայոց հավատքի սուրբ տաճարները լոկ անցյալի ժառանգություն չեն, կանգուն թե խոնարհված, միշտ են քարոզում հավատ, հույս, սեր եւ ճշմարտություն։ Ցուցադրված ստեղծագործությունները Հասմիկ Կարապուլյանի վերջին 2 տարիների աշխատանքներն են։ Կան նկարներ, որոնք որ ֆոտոից ինքս եմ անում, կամ եթե վերցնում եմ որևիցե լուսանկարչից, անպայման նշում եմ հեղինակին, կամ արդեն պլեներների միջոցով զուտ ճարտարապետություն չէ ինձ համար, այլ այն հոգևոր արժեքներն են, որոնք որ գտնվում ես այդ վայրում եւ ստանում ես այդ հոգևոր ուժը։ Աշխատանքները տեխնիկապես բարդ են, հոսող նյութի, ջրի ու ներկի ճիշտ համադրության հետ պիտի առնչվես, որը համբերություն եւ կամք է պահանջում։ Իր խոսքում նշեց արվեստաբան Տաթև Համբարձումյանը, խոսելով նկարների բովանդակության, նաեւ հեղինակի ինքնուս լինելու մասին։ Բացառիկ դիտակետներ է կարողացել ընտրել, բոլորիս համար ծանոթ հայտնի հուշարձանները ներկայացնելով սեփական տեսողությամբ, կարևորելով հետաքրքիր տեսանկյուններ, որոնք մեզ համար էլ անակնկալ են, մեր գուցե մենք երբեք չմտածեինք, որ տվյալ կոթողը այդ տեսանկյունից այդպես կընկալվեր եւ կարողացել է ընդգծել առավելությունները կոթողի։ Հասմիկ Կարապուլյանը տաճարների ընտրության հատուկ ցանկ չունի, բայց երազում է այն օրվա մասին, երբ հայոց բոլոր սրբավայրերը թղթին հանձնած կլինի։ Հատկապես վանքերի ճարտարապետության մեջ շատ է սիրում լույսի եւ ստվերի խաղը, որն էլ փորձում է նույնությամբ փոխանցել ամենքիս։ Հասմիկ Կարապուլյանի նկարների ցուցահանդեսը Ռուբեն Սևակ թանգարանում կգործի մինչև հունվարի 31-ը։ Տաճարները միշտ կենթանի են, այդ տաճարները միշտ առաքելություն ունեն յուրաքանչյուր հայի կյանքում։ Մանավանդ մեր օրերում, երբ ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին, եւ այս ցուցահանդեսը գալիս է մեզ հիշեցնելու եւ մեր մեջ մեր նվիրումն ու հավատարմությունը ամրացնելու, որ մենք այդպիսի քաղաքակրթություն կերտած ազգ ենք եւ իրավունք չունենք մեր ուղեցրից հեռանալու, այլ հավատարմորեն իրականացնելու այն կոչումը եւ այն առաքելությունը, որպես Աստված ընտրյալ ժողովուրդ, որ մեզ տրվել է մեր երկնավոր Տիրոջից եւ մեր սուրբ հայրերի հավատամքն է։ Առաջիկայում հնարավոր է, որ իմ ցուցահանդեսը եւս հաջորդիվ տեղի ունենա այս հրաշալի սրահում Մայրաթորի Ռուբեն Սևակ թանգարանում եւ իմ աշխատանքների մի մասն էլ, այո, ընդգրկում են մեր հոյակերտ տաճարները, մի մասն էլ ավելի կենցաղային, քաղաքային, այդպես ընդհանուր ջրաներկի եւ գրաֆիկական այլ նյութերով աշխատանքներ են։ Միջոցառմանը համերգային կատարումներով հանդես եկան նաև Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Թուֆայան հայորդաց տանսաները։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։